Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել Արցախի ղեկավարությունը, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ։ Եռաբլուրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պառակտող խոսույթ է որակել Նիկոլ Փաշինյանի վերջերս արած արտահայտությունները, մեջբերում Արցախից ճողոպրողների մասին։ Եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը եւ օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Շահրամանյանը նշել է, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել է Հայաստանը։ Բոլոր հարցերը քննարկվել եւ համաձայնեցվել են Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում 2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Առանց Մեղրիի հատվածի այնտեղ Հայաստանում խաղաղություն չի լինի։ Հայաստանի ապաշրջափակումը կարևոր է ամբողջ հարավային Կովկասի զարգացման համար, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Շուտով Հայաստանում կկառուցվի Թրամփի ուղին Թրիփը, որը ծառայելու է որպես տրանսպորտային հանգույց եւ վերահսկելու է ԱՄՆ-ն։ Օվերչուկը նշել է, որ ռուսական եւ չինական բեռներն ավելի շուտ կնախընտրեն անցնել Իրանով, քան Թրիփով։ Ռուսաստանի փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանը ավելի լուրջ սպառնալիքների է սկսել բախվել այն բանից հետո, երբ կրճատել է Ռուսաստանի հետ տրանսպորտային համակարգի ապաշրջափակման հարցում համագործակցությունը։ Մեջբերում 2023 թվականի ամռանը մենք Ադրբեջանի հետ համաձայնության եկանք ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության վերաբերյալ հիմնարար համաձայնագրի շուրջ, որը պնդում էր Հայաստանի ղեկավարությունը, բայց դա անելուց հետո հայերը դադարեցին մեզ հետ շփումը ապաշրջափակման գործընթացի հարցով։ Հետագայում մենք նմանատիպ ձևակերպումներ կարդացինք Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում եւ ինչի հանգեցրեց սա մեջբերման ավարտ։ Ամիսներ առաջ Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Ռուսաստանին Թրիփից դուրս թողնելու նպատակ չկա։ Այդ հարցն էլ չեն քննարկել։ Իսրայելի Բնեյ Բրակ քաղաքում ջրհեղեղ է իրանական հրթիռային հարվածից հետո։ Հարվածի հետևանքով քաղաքի ջրատարը պայթել է։ Իրանական հարվածներից հետո Իսրայելում ավերածություններ են։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հարվածների է ենթարկվել նաև Բահրեյնը։ Երկրի երկնքում պտտվում են իրանական անօդաչու թռչող սարքերը, միացել են անվտանգության ազդանշանները։ Սա Իրանի խոստացած հարվածների շարքն է, որը վերաբերում էր արաբական այն երկրներին, որոնք կօգնեն ԱՄՆ-ին այս պատերազմում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բազմիցս նշել է, որ իրենց նպատակը ոչ թե բարեկամ երկրներին վնասելն է, այլ ամերիկյան կողմին զսպելը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասել է ինքն իրեն, հայտարարելով, թե հաջորդ 2-3 շաբաթվա ընթացքում Իրանին կվերադարձնեն քարե դար, նոր ավերիչ հարվածներ հասցնելով։ Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է. «Մեջբերում մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք բոլոր միջուկային օբյեկտները, որտեղ Իրանը ցանկանում էր շարունակել իր ծրագիրը։ Իրանը արագորեն կուտակում էր իր սովորական բալիստիկ զենքի պաշարները եւ շատ շուտով դրանք կհասնեին Եվրոպա, Միացյալ Նահանգներ եւ աշխարհի ցանկացած վայր»։ Մեջբերման ավարտը։ Մինչ այս ԱՄՆ նախագահը կարծես համաձայնել էր պատերազմը դադարեցնելու մտքին։ Reuters-ի փոխանցմամբ նրա համար լուրջ սպառնալիք է դարձել Հորմուզի նեղուցի լիովին եւ անժամանակ փակ լինելը։ Սա էներգետիկ տեսանկյունից կարող է անգամ ճգնաժամի ազդանշան լինել։ Սպիտակ տան ղեկավարի վերջին հայտարարությունը սակայն խոսում է պատերազմը շարունակելու մեծ ցանկության մասին։ Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Ուֆայի Բաշնեֆտ-Նովոլ նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱԹՍ-ի մնացորդները ընկել են արդյունաբերական գործարանի տարածքում, փրկարարները փորձում են մարել բռնկված հրդեհը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է 147 անօդաչու թռչող սարք։ Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իշխանությունները հայտնել են դեռևս 1 զոհի մասին։ Գրանցվել է մոտ 50 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 5.8 մագնիտուդով։ Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ կա հնարավոր ցունամիի վտանգ եւ բնակիչներին կոչ արել պահպանել զգոնություն։ Քիչ առաջ ցունամիի ալիքներ են գրանցվել 5 վայրերում, որոնցից ամենաբարձրը 0.75 մետր հյուսիսային Մինահասայում։
Հունաստանի Կրետե կղզում հզոր փոթորիկ է գրանցվել, Սահարա անապատից եկող քամին ավազով է լցրել կղզու գրեթե 60%-ը։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին եւ զբոսաշրջիկներին խուսափել ճանապարհորդություններից եւ մնալ տանը։ Փակվել են բոլոր մասնավոր եւ պետական կառույցները, հետաձգվել են չվերթներ։ Իշխանությունները նաեւ հայտնել են, որ դրսում մի քանի րոպե մնալն անգամ վտանգավոր է, իսկ շնչելը անհնարին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի եւ 185 վիրավորի մասին։ Բեյրութում եւ երկրի հարավային շրջաններում ընթացող ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը արդեն գերազանցել է 1300-ը։ Սպանվածների թվում կա 125 երեխա եւ 89 կին, ինչը փաստում է ակամարտության հումանիտար ճգնաժամի խորացումը։ Մերձավոր արևելքի էսկալացիայի ֆոնին Financial Times-ը հայտնել է Դոնալդ Թրամփի նոր աշխարհաքաղաքական վերջնագրի մասին։ ԱՄՆ նախագահ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող սպառազինությունը, Եվրոպայից պահանջելով մասնակցել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։ Այս քայլով Թրամփը փորձում է ճնշել եվրոպական դաշնակիցներին, նրանց ուղղակիորեն ներքաշելով տարածաշրջանային հակամարտության մեջ։ Արդյունքում Կիևի ռազմական աջակցության հարցը դառնում է սոսկ առևտրի առարկա, շահկապվելով Մերձավոր արևելքի էներգետիկ հանգույցների վերահսկողության հետ։ Ֆլորիդայի Քենեդի անվան տիեզերակայանում մեկնարկել է Արտեմիս 2 առաքելության հետ հաշվարկը։ Այսօր նախատեսված թռիչքով 3 ամերիկացի եւ 1 կանադացի տիեզերագնաց կիրականացնեն 10-օրյա ուղևորություն լուսնի շուրջ։ Սա Ապոլոն ծրագրի ավարտից տասնամյակներ անց առաջին փորձն է մարդուն վերադարձնելու լուսնային ուղեծիր։ Առաքելության ընթացքում պատմության մեջ առաջին անգամ հեռավոր տիեզեր կմեկնեն կին եւ սևամորթ տիեզերագնացներ։ Փետրվարին արձանագրված տեխնիկական խնդիրների պատճառով հրթիռային համալիրն արդեն մեկ անգամ հետ էր տարվել ամբար, ինչը կասկածներ է հարուցում նախագծի բացարձակ հուսալիության շուրջ։ Թեև ՆԱՍԱ-ն ծրագրում է 2028 թվականին վայրը չկատարել լուսնի վրա, այս թռիչքը լոկ փորձնական փուլ է եւ դեռևս չի երաշխավորում վերջնական հաջողություն։ Արդյոք տասնամյակների դադարից հետո հնարավոր է վերականգնել նախկին հզորությունը, թե սա պարզապես հանկարժեք հավակնություն է, կպարզվի առաջիկա օրերին։ So we didn't need him, but I asked anyway. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել, թիրախավորելով իր դաշնակիցներին եւ կասկածելով ՆԱՏՕ-ի արդյունավետությանը։ Նա պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Մակրոնը հրաժարվել է նավեր ուղարկել Պարսից ծոց, խոստանալով օգնել միայն պատերազմի ավարտից հետո։ Իր ելույթում Թրամփը հեգնանքով է խոսել Մակրոնի մասին։ Did I call up France, Macron? Ես զանգահարեցի Ֆրանսիա, Մակրոնին, նրա կինը չափազանց վատ է վարվում նրա հետ, նա դեռ ուշքի է գալիս աջ ծնոտին ստացած հարվածից։ Still recovering from the right to the job. Թրամփը խստորեն քննադատել է նաև Ուկրաինային ավելի վաղ տրամադրվող աջակցությունը։ Նա հիմարություն է անվանել նախկինում հատկացված 350 միլիարդ դոլարի օգնությունը, պնդելով, որ դրա դիմաց ԱՄՆ-ն ոչինչ չի ստացել, բացի սեփական զինապահեստը դատարկելուց։ Թրամփը շեշտել է, որ այժմ ինքը փոխել է մարտավարությունը եւ զինամթերքը ոչ թե նվիրում, այլ վաճառում է, քանի որ Միացյալ Նահանգները պետք է առաջին հերթին հոգա սեփական անվտանգության եւ ռազմական պաշարների մասին։ The war is completed.